Բարև ձեզ։ Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ, ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները։ Սա է մեդիակենտրոնի քննարկման այսօրվա թեման, հիշեցնեմ, որ քննարկումը անց է կացվում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում ծրագրի շրջանակում։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Կլարա Գասպարյան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Սիրարփի Մուղդուսյան, պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման եւ վերականգնողական բաժնի պետ եւ Գայանե Հովակիմյան, սոցիալական արդարադատություն հասարակական կազմակերպության նախագահ, սոցիոլոգ, նախ շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու համար։ Տիկին Գասպարյան, պրոբացիոն ծառայության գաղափարը պատժիչ արդարադատությունից վերականգնողական արդարադատությանն անցումն է։ Օրենսդրական, ռազմավարական ինչ հիմք ունենք այսօր, որը ապահովում է վերականգնողական արդարադատության անցնելու արդյունավետությունը, համեցեք։ Շնորհակալություն, նախ ողջույնի խոսքը կցանկանամ սկսել շնորհակալություն հայտնելով մեդիակենտրոնին նման քննարկման կազմակերպելու համար, քանի որ նման քննարկումները շատ կարևոր հնարավորություն են համատեղելու մեր բոլորի ջանքերը պետական մարմինների, քաղաքասարակության, նաև փորձագիտական հանրույթի, իսկապես հանուն արդար եւ վերականգնող արդարադատության վերականգնողական արդարադատությունը վերջին տարիներին էապես արտահայտում է այն արժեքային փոփոխությունները, դեպի որոնց գնում է մեր պետությունը եւ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության ի սկզբանե այդ փուլի մեկնարկը տրվեց պրոբացիայի ծառայության ստեղծմամբ դեռևս 2016 թվականին եւ մենք այսօր կանոն քայլերով փորձում ենք բարեփոխումների միջոցով գնալ դեպի այդ փոփոխությունները եթե խոսենք օրենսդրական դաշտի մասին վերջին տարիների իրողությունը այն էր որ մենք ընդունեցինք նոր օրենսգրքերը քրեական, քրեակատարողական եւ քրեական դատավարության օրենսգրքերը եւ մասնավորապես քրեակատարողական օրենսգրքի հիմքում խորապես տրված էր այս գաղափարը, ապագայում մենք նաև նախատեսում ենք պրոբացիայի մասին նոր օրենքի ընդունումը, քանի որ 3 օրենսգրքերը համապատասխանեցվել են, պրոբացիա օրենքը դեռևս գործող օրենքը ունի փոփոխությունների կարիք, դրա համար մենք որոշել ենք գնալ նոր օրենքի ընդունման ճանապարհով, այս պահին այն դրա մշակման փուլում է, նաև շատ կարևոր ենք համարում այս գործընթացի շրջանակներում քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հաստատումը կառավարության մակարդակով այս պահին քայլեր են ձեռնարկվում, որում վստահաբար նաև իրենց ամրագրումը կունենան վերականգնողական ծրագրերը, քանի որ արդարադատության վերջնական արդյունքը, վերջնական նպատակը դա հանցանք կատարած անձին վերասոցիալականացնելն է, եւ հաստատելը սոցիալական արդարադատությունը, թերևս որպես ընդհանուր, սկզբի համար այսքան, եթե առավել կոնկրետ անդրամասներ կան։ Շնորհակալություն, Տիկին Մուղդուսյան, ինչ չափանիշներով է գնահատվում պրոբացիոն ծառայության աշխատանքի արդյունավետությունը, կան մասնագիտական ցուցանիշներ հանցագործության մակարդակը, սոցիալական վերաինտեգրում եւ այլն։ Շնորհակալություն հարցի համար, ես եմ ողջունում, շնորհակալություն հրավերի համար։ Պրոբացիայի ծառայությունը, ինչպես Տիկին Գասպարյանը նշեց, ամեն դեպքում նոր ծառայություն է 2016 թվականին ստեղծված եւ իր 9 տարվա այսպես գոյության արդյունքում այո մենք էլ ինչպես մեր կառավարությունը նախարարությունը մշակված ռազմավարության ուղղությամբ են գնում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության ուղղությամբ եւ տարբեր վերականգնողական ու վերասոցիալականացման ուղղված ծրագրեր են իրականացնում վերջին տարիներին այո շատ հարցեր են ուղղվում արդյունավետության գնահատման չափանիշների վերաբերյալ եւ այս համատեքստում մենք ներկա պահին պրոբացիայի ծառայությունում ներդնում ենք վերականգնողական ծրագրեր, որոնք ի սկզբանե ունեն մշակված իրենց գնահատման մեխանիզմները եւ ինչու ենք ներդնում ծրագրեր, որ աշխատակազմը փոխվի, պրոբացիան ինչ ուղղությամբ էլ որ գնա, վերականգնողական ներդրված ծրագրերը շարունակական իրենք գոյատևեն ու այսպես լինի դա պրոբացիայի ծառայության համար որպես շարունակական ծրագրեր եւ բոլոր ծրագրերի ներդրման առաջին պայմանը արդյունավետության գնահատման չափանիշներն են
ծրագրի սկզբում, ծրագրի մեջտեղում եւ ծրագրի ավարտում։ Ներկա պահին երկու ծրագիր ունենք ներդրված՝ բռնի վարքի նվազեցման ծրագիրը եւ կախվածությունների հաղթահարման ծրագիրը, որը գրեթե վերջնարդյունքում ենք, պիլոտավորման փուլում ենք եւ այսպես նախանշել ենք հետեւյալ գործընթացը շարունակական ծրագրերի ներդրում, որոնք երկարաժամկետով կծառայեն իր նպատակներին։ Շնորհակալություն Տիկին Հովակիման, Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում ծրագրի նախագծի տիրույթում են նաև բանտային եւ պրոբացիոն բարեփոխումները, ինչ են ասում մշտադիտարկման արդյունքները։ Շնորհակալություն հրավերի եւ միջոցառման կազմակերպման համար, այո, մեր ծրագիրը միտված է հենց նաև այս ոլորտի մշտադիտարկմանը եւ 4 տարիների ընթացքում արդյունքների վերհանմանը, որպես ելակետային տվյալներ մենք իրականացրել ենք 4 տարի առաջ եւ այս տարի 4 տարի հետո դիտարկելու ենք իսկ ինչ փոփոխություններ կան։ Ես կուզեմ ասել, որ ժամանակի մեջ եւ ծառայության մասնավորապես պրոբացիայի ծառայության, բայց ինչու՞ չէ նաև քրեակատարողական ոլորտում տեղի ունեցած գործընթացների մեջ մենք կարող ենք տեսնել որոշակի դրական դինամիկա, գոնե գաղափարախոսությունը շատ ավելի կենսունակ դարձնելու, դրան հավատալու, ծառայողների շրջանում առավել այդ գաղափարախոսությունը առաջ տանելու առումով, սակայն նաև կան լրջագույն խնդիրներ, որոնք մի կողմից կապված են ենթակառուցվածքների հետ, որովհետև առանց դրանց հնարավոր չէ ուղղակի իրականացնել եւ մյուսը դա կարողությունն ու գործիքակազմերն են, որտեվ եթե գանք ավելի փիլիսոփայության տեսանկյունից, որին նաև մեր ծրագիրը կոչված է կամ մեր աշխատակազմը հավատում է, վերականգնել դա նաև վնասի վերականգնման գաղափարն է, ոչ միայն մարդու, այլ վնասի եւ կարծում ենք, որ այստեղ մեր ռազմավարությունը պետք է շատ ավելի նախարարությունը պիտի որդեգրի ավելի ընդլայնված մոտեցում հասկանալու, որ արդարադատության երկու կողմը, դրանք տուժողները եւ իրավախախտները, երկու կողմն էլ պիտի պետական աջակցություն ստանան կամ remedy, այդ remedy կոչվածները։ Դրա համար որ մոտեցումն այն է, որ վերականգնողական արդարադատությունը ոչ միայն լինի այն իմաստով, որ միջոցներ ձեռնարկենք մարդկանց վերականգնելու, իրավախախտում կատարած անձանց վերականգնելու, այդ գործիքակազմը նորացնելու, բայց նաև միջոցներ ձեռնարկենք այդ վնասը, տրված վնասը պետությանը կամ մարդուն հասցված վնասը վերականգնելու իմաստով, անգլերեն երկու տերմին կա դրա համար, հայերենում դա նույնացվում է, կա rehabilitation, կա եւ restorative justice, որը հենց այդ տուժողների աշխատանքի մասին է, եւ այս իմաստով ես գիտեմ, որ պրոբացիայի ծառայությունը քայլեր անում է մեդիացիան գործի դնելու, մեդիացիան աշխատացնելու իմաստով, բայց դրանք շատ դեռևս փոքր քայլեր են, կարծում եմ պետք է մի քիչ ավելի մեծ ընդգրկուն համապարփակ մոտեցումով առաջ գնալ, որպեսզի եմ խնդրում ենթակառուցվածքների մասին ասացիք, որպեսզի ունկնդիրներն էլ հասկանալի լինի ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ այս խնդիրը ավելի արդյունավետ լուծելու համար։ Ենթակառուցվածքները ավելի շատ կոնկրետ վերաբերվում է ազատազրկման վայրում գտնվող անձանց, դա կոնկրետ հիմնարկների պայմաններն են, առանց որի ուղղակի մենք չենք կարող խոսել բավարար վերականգնողական աշխատանքի մասին, օրինակ եթե չկան կենսնվազագույն անձի պահման համար անհրաժեշտ պայմաններ եւ տարածքն եւ տարածքի բարեկարգությունը եւ հասանելի ջուր եւ այլն, ապա այս դեպքում մենք գիտենք այս առումով խնդիրներ կա եւ մենք գիտենք, որ դրանց նախարարությունը հետամուտ է այդ խնդիրների լուծմանը, բայց կարծում ենք, որ ժամանակի առումով պետք է շատ ավելի կտրուկ որոշումներ կայացնել եւ այդ ենթակառուցվածքները բարելավել։ Այսինքն վերականգնողական աշխատանքի համար պետք է նաեւ համապատասխան ենթակառուցվածք։ Դա կլինի պրոբացիայի ծառայություն, դա կլինի քրեակատարողական ծառայություն։ Տիկին Գասպարյան, խնդրեմ արձագանքեք Տիկին Հովակիմյանի դիտարկումներին, ենթակառուցվածքների առումով եւ նաեւ կողմերին, այսինքն եւ իրավախախտին եւ տուժածին պետական աջակցություն, հավասարաչափ ըստեյության աջակցություն տրամադրելու առումով ինչ է արվում։
Երևի թե գամ սկզբից Տիկին Հավակիմյանի նկատառումների առաջին կուզեմ նախարձանագրենք, որ իրապես վերականգնողական արդարության կողմերից են ոչ միայն այն իրավախախտը, հանցանքատրած անձը, այլ նաև զոհը եւ ես նաև կասեմ համայնքը, այն համայնքը, որտեղ որ նրանք երկուսով բնակվում են, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր հանցագործության արդյունքում նաև վնաս է հասցվում համայնքի շահերին։ Գալով տուժողների համար արդարադատությանը վերականգնողական մեր պետությունը դեռևս օրենսգրքերի ընդունման ժամանակ քայլեր ձեռնարկել է, մասնավորապես մենք քրեական օրենսգրքով ունենք ամրագրում առ այն, որ տուգանքների որպես պատիժ նշանակված տուգանքների վճարումից պետական բյուջեի գոյացած միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի կատարվում է սոցիալական ծրագրեր տուժողներին պատճառված վնասը հատուցելու կապակցությամբ եւ այդ առումով նաեւ ընդունվել է համապատասխան կառավարության որոշումը, որը ուներ որոշակի խնդիրներ կյանքի կոչելու տեսանկյունից այս պահին հանրային քննարկմանը ներկայացվել նաև այդ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին համապատասխան նախագիծը, որովհետեւ մենք ի վերջո կարողանանք անձի տուժողների պատճառված վնասը կարողանանք վերականգնել, ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, քրեակատարողական հիմնարկներում վերանորոգումները, եթե վերաբերվում է խոսքը միայն պահպան պայմաններին, խցային պայմաններին, շարունակական բնույթ են կրում, այս պահին եւս կառավարության, արտադրության նախարարության հաջորդության ներքո է եւ արհեստությունն ու բարաշեն քրեակատարողական հիմնարկի հարցը, որը մեզ բարբերաբար ասում են, որ փակման հարցը երկարատև ժամանակ քննարկում ենք, չենք հավատում եւ այլն, բայց ուզում եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն ամենաառաջնահերթ կարևորություններից է նախարարության համար եւ հնարավորինս բոլոր միջոցներով նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի առաջին հերթին նոբաշեն քրեակատարողական հիմնարկի հարցը, այսպես ասած, լուծվի։ Մյուս առումով ինչ վերաբերում է արդեն պրոբացիայի ծառայություն հաշտարության ներդրմանը, պրոբացիայի մասին նոր օրենքի նախագիծը ունի համապատասխան դրույթներ, որը փոքրինչ տարբերվում է մեր գործող օրենքից եւ հիմնական նպատակը տուժողին եւ մեղադրին հաշտեցնելն է, ուղղակի պետք է միշտ հիշենք, որ այդ հաշտությունը ենթադրում է մի քանի տար, նախ պետք է լինի ինքնուրույն, պետք է լինի ազատ եւ փոխադարձ։ Այսինքն մենք անձանց չենք կարող ստիպել, իսկ մենք ապրում ենք իրականության մեջ, փորձելու է պրոբացիայի ծառայությունը, իհարկե նախարարությունը, պրոբացիայի ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը, որպեսզի ամեն ինչ արվի այդ հաշտարությունը կյանքի կոչելու համար, նաև շատ կարևորում ենք, արձագանքներ ենք ստացել, որ հաշտարությունը պետք է լինի ոչ միայն պատժի կատարման փուլում, այլ նաև միջդատական վարույթում, դրա մշակման աշխատանքներում նաև այդ հարցն է քննարկվում, արդյոք մենք կարողանանք մեր պրոբացիայի փոքրատիվ ռեսուրսներով հաշտարությունը նախատեսենք նաև միջդատական վարույթի ժամանակ, երբ որ կարողանանք մեղադրելին, ով ենթադրյալ հանցանք է կատարել, բայց նաև վերջնական դատավճիռ չկա եւ տուժողին մյուս կողմին հաշտեցնել եւ այդ հաշտեցումը ինչ արտոնություն է տալու մեղադրին, այսպես ասած, որպեսզի կարողանանք խթանել հաշտարության ինստիտուտի ներդրմանը։ Այսինքն ցանկացած դեպքում, եթե մենք մարդկանց չենք կարող ստիպել հաշտվել, բայց կարող ենք օգնել, նպաստել համապատասխան կառուցակարգեր նախատեսելով եւ ես զիահույս եմ, որ մեր պրոբացիայի մասին օրենքը շուտով կարողանանք նաեւ նոր արդեն դրա մշակված տարբերակով ներկայացնել թե հանրության դատին եւ հետագայում արդեն ուղարկել ազգային ժողով։ Շնորհակալություն, Տիկին Մկրտչյան, քաղաքացին կատարել է իրավախախտում, հասկանանք, որ իրավախախտման դեպքում մարդը կարող է ակնկալել օգտվել պրոբացիոն ծառայության տված հնարավորություններից եւ այդ ընթացքը ինչպես է կատարվում, ինչպես է որոշում եւ ինչ քայլեր է ենթադրում օրենքը այդ մարդու հանդեպ։ Ի սկզբանե երբ դատարանը որոշում է կայացնում, որ անձին օրինակ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ ուղարկել պրոբացիայի վերահսկողության ներքո, դա արդեն իսկ անձի նկատմամբ կիրառվել է դատական լավագույն ակտը, ի տարբերություն ուղարկել քրեակատարողական ծառայություն, պատժի ազատազրկման մեխանիզմները կիրառել եւ այլն։ Այո, մենք ունենք տուգանք պատժատեսակը, որով անձին ուղարկում են պրոբացիայի ծառայություն, սահմանելով որոշակի տուգանք, իհարկե հաշվի առնելով նաեւ
անձի ֆինանսական վիճակները, կարողությունը, աշխատանք ունենալ, չունենալու հանգամանքը, իսկ հաշտարարության մասով ես կուզենայի ասեի, որ ներկա պահին շատ հաճախ հաշտարարության մասով առնչվում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատման փուլում եւ այդ փուլում մենք ծառայությունը ինչպես Տիկին Գասպարյանը նշեց, ունենք պրոբացիայի մասին օրենքում հաշտարարության վերաբերյալ հոդված, բայց իր կիրարկման մեխանիզմները եւ կառուցակարգերը դեռևս հստակ չեն, բայց ծառայությունը հաշվի առնելով նաեւ դատապարտյալների, այսպես ասած, դիմումները, աջակցության կարիքը ունենալը եւ այլն, մենք փորձում ենք մեր միջոցներով աջակցել հաշտարարության իրականացմանը, օրինակ, չգիտեմ, իրենք նամակներ են ուղղում դուժողներին, մենք փորձում ենք որպես երրորդ կողմ ուղարկել այդ նամակները կամ հանդիպում կազմակերպել, եթե դատապարտյալը գտնվում է բաց տիպում, հանդիպում կազմակերպել դուժողների հետ պրոբացիայի ծառայությունում։ Տարբեր միջոցներով փորձում ենք իրականացնել եւ ունենք մի շարք որոշակի հաջողված դեպքեր, բայց իհարկե օրենքի լինելը ու օրենքի դրույթներով առաջ շարժվելը երկու կողմի համար էլ մեր եւ նաեւ դուժողների, ինչպես նաեւ դատապարտյալի շատ ավելի հստակ ու համահունչ կլինի։ Ներողություն ասացիք, ունենք հաջողված դեպքեր կան, կոնկրետ թվեր, կա վիճակագրություն, որպեսզի ավելի առարկայական լինի ձեր։ Քանի որ չունենք օրենք, հաշտարարության մասին չունենք կիրառման մեխանիզմներ, այսպես վիճակագրություն չենք վարում, բայց այսպես ունենք հաշտության դեպքեր, երբ դուժողը պատճառված վնասը փոխհատուցել է եւ օրինակ դատապարտյալը պատճառված վնասը փոխհատուցել է եւ դուժողը փոխել է իր բացասական դիրքորոշումը, փոխել է դրականի կամ, չգիտեմ, օրինակ չի եղել պատճառված վնաս, բայց ներման խնդրագիր է ուղարկել, ներման նամակ է ուղարկել, դա իրավիճակ է փոխվել եւ ծառայությունում հանդիպել են եւ հաշտվել են։ Խոսքս նաեւ ցմահ դատապարտյալների դեպքում է, ծանր հանցագործությունների դեպքում է, այսինքն ոչ զուտ պարզ միջին եւ ավելի ցածր ծանրության հանցանքների դեպքում։ Ես մի բան հավելեմ, այդ տեսեք Տիկին Մուղդուսյանը նշեց, որ դուժողը վնասը հատուցել է, ներողություն, դուժողին պատճառված վնասը հատուցվել է եւ դուժողը հայտնել է դրական դիրքորոշում, օրինակ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կապակցությամբ, մենք նաեւ պետք է գտնենք այն նուրբ սահմանը, որպեսզի հասկանանք իրականում մենք հասել ենք մեր նպատակի հետ, մարդիկ հաշտվել են, օրինակ ուղակի ձևական էր։ Այսինքն հաշտարարությունը պետք է ոչ թե զուտ միտված լինի նրան, որ դուժողի վնասը հաստատվեց եւ դուժողները ասեց եք արի հաշտվենք, պետք է իրապես լինի ներողություն խնդրելու այդ ինստիտուտը, ներողությունը խնդրվի եւ իրոք կողմերը պետք է հաշտվեն, որովհետեւ հետո այդ երկու կողմերն էլ մեր հասարակությունում են ապրելու, որպեսզի կարողանանք նաեւ այդ միջոցով կանխենք կրկնահանցագործությունները։ Շնորհակալություն, Տիկին Հովակիման, փաստորեն օրենքի նախագիծը պրոբացիայի մասին հիմա այդպես քննարկումների փուլում է, որքանով է քաղաքասարակությունը ընդգրկված այս քննարկումներում, ունեք առաջարկություններ եւ առհասարակ ձեր կարծիքը օրենքի նախագծի մասին։ Այս մասով միջև Տիկին Հովակիմյանն անդրադառնալը պրոբացիայի մասին օրենքի նախագիծը դեռևս մեզ մոտ է նախարարությունում պրոբացիայի ծառայությունում է քննարկման լրամշակում ենք, որովհետև մենք նախ կուզեմ եւս այստեղ էլ նշեմ, որ նախագիծը մշակվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք նրանց եւ հետագայում ստացել ենք նաեւ Եվրոպայի խորհրդի փորձագիտական կարծիքը, եզրակացությունը եւ փորձում ենք հնարավորինս իմպլեմենտացնել եզրակացությունով տրված առաջարկները եւ արդեն վերջնական լրամշակումից հետո եւս մեկ անգամ կներկայացնենք հանրային քննարկման, որից հետո նոր որոշվի նրա հետագա ընթացքը։ Այսինքն ինքը մեկ անգամ այդ փուլերով անցել է, ուղղակի եզրակացություն ստանալուց հետո եւս մեկ անգամ գտել ենք, որ կա անհրաժեշտություն վերանայելու նախագիծը եւ այն համապատասխանելու համապատասխան եզրակացություն։ Ես ասեմ, որ իհարկե երբ որ նախարարությունը ուղարկի նախագիծը մեզ, մենք այն մեր ջրիմոնիայի պլատֆորմով կշրջանառենք եւ սա լավ հնարավորություն է, որպեսզի Հայաստանի տարբեր մարզերի հասարակական կառույցները կարողանան մասնակից լինել օրենսդրության բարեփոխմանը, վերանայմանը, վերափոխմանը եւ այստեղ կարեւոր է, որ օրենքը եւ դա բոլոր օրենքների համար է ոչ թե լինի իդեալական, այլ օրենքը լինի կիրարկելի, իրատեսական, չափելի, կատարելի եւ օրենքի տակ լինեն այդ մեխանիզմները, ընթացակարգերը։ Այս իմաստով այո, մենք այս տարի քանի որ իրականացնելու ենք ռազմավարության կամ գործողությունների ծրագրի
կամ մշտադիտարկում կամ վերանայում, որ գուցե դրա համար գրվի նաև գործողությունների նոր ծրագիր ոլորտի համար, մեզ համար մի քանի հիմնարար սկզբունքներ, առաջինը այո հենց այդ հանրային մասնակցությունն է, որը եւ լեգիտիմացնում է եւ բարելավում է եւ իրավական ակտ ավելի այսպես հողին կպած է դարձնում, այսինքն կոնկրետ մարդիկ տալիս են առաջարկներ, որոնք հենց բխում են պրակտիկայից, իրողություններից, հա, տարբեր մեր հասարակական կառույցները, կազմակերպությունները ամեն օր տեսնում են իրական կյանքում փոփոխությունները, որոնց հաճախ օրենքները չեն հասցնում հետևել։ Սա շատ կարևոր է, այսինքն մենք մի նախագիծ անում ենք, շատ մի բարձ օրինակ ասեմ, օրինակ նույն երբ որ կալանք էր նշանակվում անչափահասի նկատմամբ, որը դրա արդյունքում դպրոցից դուրս էր մնում, մի կողմից մենք այո լավ է որ կա չեն կանոնավորել անչափահասին, բայց մյուս կողմից մյուս իրավունքն ենք սահմանափակել։ Հետևաբար ցանկացած օրենսդրական փոփոխություն, նախաձեռնություն ինքը պետք է այս բոլոր իրողություններով անցնի, նոր դառնա վերջնական ակտ, եւ սա լավ հնարավորություն է հանրային դիսկուրսի մեջ դիտարկելու այդ նոր փոփոխությունները, բայց ինչու՞ չէ նաեւ շատ կարեւոր է որպեսզի նորից օրենքի տակ լինեն այդ ֆինանսական նաև միջոցները, այսինքն օրենքը լինի այնպիսին, որ հնարավորություն տա յուրաքանչյուր դրույթի համար ծառայության կամ արտապատվիրակած միջոցներով դրույթը կենսագործելու, եթե այնտեղ գրած է պայմաններ, որոնք, չգիտեմ, կախված աջակցության հետ, կախված թմրամոլությունից կամ այլ մոլություններից բուժման հետ, դրանք լինեն իրագործելի, դրա տակ լինեն ֆինանսական միջոցներ, այլապես երբեմն մենք տեսնում ենք շատ լավ ծրագրեր, բայց իրենք չունեն այդ ռեսուրսը եւ սա նաեւ մեր դիտարկումն է ընդհանուր գործողությունների ծրագրի հետ կապված, քրեակատարողական եւ պրոբացիա եւ ընդհանրապես վերականգնողական արդարադատությունը ինքը առաջին հայացքից թվում է ավելի թանկ արդարադատություն առաջին հայացքից, բայց իրականում ինքը շատ ավելի երկարաժամկետ առումով պետությանը արդյունավետ եւ մատչելի արդարադատություն է, որովհետեւ կանխում է այն նոր հնարավոր հանցագործությունները, կանխում է հասարակական նոր կոնֆլիկտները, կանխում է բախումները, եթե մենք հաշվի առնենք դրանց արդյունքում ինչքան հանրային նույն դատական ծախսերը, նույն վարչական ծախսերը, նույն այդ ծախսերը, այսինքն եթե մենք զուտ տնտեսության նաև տնտեսական արդյունքի տեսանկյունից ենք նայում, առաջին հայացքից թվում է, որ այսքան ներդրում անել վերականգնողական արդարադատության վրա հնարավոր չի, բայց դա այն ներդրումն է, որը հետագայում բերում է մեծ ավելի մեծ եւ տնտեսական եւ ամենակարևորը սոցիալական երաշխիքներ եւ սոցիալական համագործակցություն հենց հասարակության ներսում։ Դեպքում Տիկին Գասպարյանին խնդրենք պատասխանել, թե որքանով են համաչափ ցանկությունները եւ ֆինանսական հնարավորությունները, համեցեք։ Այս պահին նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի դառնա համաչափ եւ նաեւ դրան է միտված մեր նոր ռազմավարությունը, որ փորձում ենք նախագծել։ Ունենք որոշակի սուղ միջոցներ, որոնցով փորձում ենք գոնե թե անել այն ինչ որ այս պահին կարող ենք, բայց միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի կարողանանք ավելի շատ ֆինանսական միջոցներ ձեռք բերել, որպեսզի դրանք ուղենք հենց վերականգնողական, վերասոցիալականացման ծրագրերին։ Ներողություն եմ խնդրում, կա միջինացված թիվ 1 քաղաքացու պրոբացիայի ծառայությունից օգտվելու գումարը ինչքան է։ Մոտավոր ինչքան է պետությունը ծախսում այդ process-ի վրա մեկ։ Քրեակատարողական ծառայությունը կարող է նշել պրոբացիայի ծառայությունը այս պահին, թեև ես կդժվարանամ, եթե Տիկին Պուլոսյանը կարողանա։ Եթե չեմ սխալվում, պրոբացիան 3000-ից 5000-ի սահմաններում է, իսկ մեկ շահառուին 3000-ից 5000 դրամ, հա։ Դրամ ի տարբերություն քրեակատարողականի, որը կազմում է մոտ 13000, եթե ոչ 14-ին հասնում։ Ես ներողություն եմ խնդրում, այդպես շատ մերկանցիլ է թերևս հարցը հետաքրքիր 3000 դրամ շրջանակում ինչ գործողություններ են արվում։
Բոլոր գործողությունները, աշխատողների աշխատավարձեր, կոմունալ ծախսեր, իրենց հետ կատարվող ծրագրերը, քանի որ պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացման ծրագրերի համար նախատեսված բյուջե չունի եւ վերասոցիալականացման բոլոր ծրագրերը իրականացվում են տարբեր կառույցների, պետական եւ ոչ պետական կառույցների հետ համագործակցության արդյունքում, նաեւ վերասոցիալականացման ծրագրերի իրականացման եւ վերականգնողական ծրագրերի ներդրման շրջանակներում մեզ աջակցում են միջազգային գործընկերները, ներկապահին ակտիվ համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ, ում ջանքերով էլ իմ նախկինում նշված երկու վերականգնողական ծրագրերը ներդրվել են հենց Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Մենք նաև աշխատանքներ ենք սկսել երրորդ ծրագրի ուղղությամբ, ուղղված խաղամոլության հաղթահարմանը, որը էլի արդի է շատ, ինչպես թմրամոլությունը, այնպես էլ բռնի վարքագիծը, իհարկե բոլոր ծրագրերը ներդրվում են հաշվի առնելով պրոբացիայի շահառուների կարիքները։ Սկզբում կարիքների գնահատում ենք անում, այնուհետև որոշվում է, որ ծրագիրն է առաջնահերթությամբ ներդրվելու։ Եվ դրա համար, քանի որ այստեղ դեռևս բյուջեից գումար չի տրամադրվում, ընդհանուր ծախսերը մոտավոր միգուցե եւ մի փոքր սխալվում են, բայց գիտեմ, որ բավականին նվազ է, քան քրեակատավական ծառայությանը։ Այստեղ պետք է նշենք, որ քրեակատավական ծառայության դեպքում մենք գործ ունենք ազատազրկված անձի հետ, մենք գործ ունենք նրա կյանքի, առողջության, այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի դրանք վտանգի տակ չդրվեն, ու այնտեղ այդ բոլոր հանգամանքներն են հաշվի առնվում հագուստ, սնունդ եւ այլն։ Եվս մեկ վիճակագրական տվյալ խնդրեմ, այսօր հանրապետությունում պրոբացիայի ծառայությունը քանի շահառու ունի, եթե կան երեխաներ, անչափահասներ, կանայք, տղամարդիկ, այդ վիճակագրությունը եւս ներկայացնենք։ Պրոբացիայի ծառայությունը ունի 11600 շահառու ներկապահին այսօրվա դրությամբ, որոնցից եթե կին շահառուները 430-ն են, անչափահաս շահառուները 32-ը, ընդհանուր վարույթները 11600, որովհետև ունենք շահառու, որ երկու վարույթ ունի, այսինքն երկու տարբեր գործերով է մեր մոտ անցնում, եթե առանձին պատիժներով 7138 շահառու, վերահսկողություններով 2728 շահառու եւ խափանման միջոցներով 1636 շահառու։ Շնորհակալություն, Տիկին Հովակիմյան, ինչպես է վերահսկվում պրոբացիոն ծառայության աշխատանքը թափանցիկություն, հաշվետվողականություն, մարդու իրավունքների ապահովման դիտանկյունից թերևս։ Ընդհանուր առմամբ ես կասեի, որ պրոբացիայի ծառայության վերահսկողության մեխանիզմները ավելի շատ վարչական են, եւ եթե օրինակ քրեակատարողական հիմնարկներում կա հասարակական դիտորդների խումբը, որը հնարավորություն ունի յուրաքանչյուր պահի նաեւ այցելություն կատարելու եւ տեսնելու ինչ է կատարում, եւ այս ինստիտուտը շատ լավ տարիներ շարունակ գործել է ու կարծում եմ բավականին լուրջ զսպիչ կանխարգելիչ դեր ունի, ապա այս իմաստով պրոբացիայի ծառայությունը ճիշտ է բավականին թափանցիկ եւ բաց է, բայց հաշվի առնելով որ նաեւ զուտ անձինք այնտեղ չեն պահվում, բայց միայն այդ տեսանկյունից չէ որ հնարավոր է օրինակ ինչ որ խնդիրներ եւ ռիսկեր, այս իմաստով ես կարծում եմ որ դեռևս բաց է հանրային վերահսկողության, ոչ թե համագործակցության, որովհետև այն ինչ որ կա դեռևս համագործակցության տիրույթում է ավելի շատ, այսինքն հասարակական կազմակերպությունների հետ աշխատանք, հասարակական կազմակերպությունների կողմից ինչ որ ծրագրեր իրականացում, բայց կարծում եմ հենց բուն արդյունքի գնահատման, արդյունքի թափանցիկության առումով կարիք կա ստեղծելու կամ վերակազմավորելու կամ ձեռնարկելու հենց հանրային վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որը նաև ինչու՞ չէ, իմ կարծիքով նաև նախարարությանը հնարավորություն կտա արտաքին գնահատում իրականացնելու ծառայության մեջ ու դա հնարավորություն կտա նաև պրոբացիայի ծառայությանը ինքը իրեն հաշվետու լինելուց զատ նայելու թե այլ շահեկիցները ինչպես են դիտում իր աշխատանքը։ Ես տեղյակ չեմ արդյոք նման մեխանիզմ կա ծառայության մասին օրենքով, բայց կարծում եմ շատ լավ կլինի, որպեսզի հնարավորություն լինի եւ սրանով կնաև իսկապես ծառայության արդյունավետությունը կբարձրանա։
Մի թերևս չափազանց կարևոր հարց է անդրադառնանք հիմա ռազմավարությունը մշակման ընթացքում օրենքի նախագիծն է այդպես քննարկումների փուլում մենք ապրում ենք մի աշխարհում որ չասեմ ամեն հաջորդ րոպե արդեն իսկ կասկածելի տրամադրությամբ ենք արթնանում բոլոր այն ծրագրերը որոնք պրոբացիայի վերականգնողական արդարադատությանն են ուղղված ըստ էության ֆինանսավորում են դրսի միջազգային դոնորները եւ չի բացառվում որ որևէ իրադարձություն լինի վաղը եւ այդ ֆինանսավորումը դադարեցվի ռազմավարությունը գրելիս որքանով է հաշվի առնում այս գործոնը եւ պետական միջամտությունը պետության մասնակցությունը այս գործում ինչպես է լինելու հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այսօր կան աշխարհում։ Տեսեք, ռազմավարությունը մեզ հենց պետք է, որպեսզի ֆինանսական միջոցները ոչ թե տրամադրվեն դոնորների, այլ հենց պետության հաշվին, դրա համար էլ հենց դրել ենք ռազմավարական ճանապարհով գնանք եւ հաստատենք գործողությունների ծրագիր, որը կհաստատվի հույս ունեմ հենց կառավարության որոշմամբ եւ դրա հիմքում արդեն դրանից ելնելով էլ դրա հիման վրա էլ մեզ կդրամադրվեն այդ համապատասխան ֆինանսական միջոցները, որոնք մենք կուղենք պրոբացիա եւ քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, միևնույն ժամանակ անդրադառնալով հաշվետվողականությանը պրոբացիայի ծառայության, կուզեմ նաեւ այս հարթակից օգտվելով նշեմ, որ մենք շրջանառել ենք նախագիծ եւ այն մոտ ապագայում կներկայացնենք վարչապետի հաստատմանը պրոբացիա եւ քրեակատարողական ոլորտի առնչվող հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու մասին միջգերատեսչական հանձնաժողովը կոչված է լինելու այս երկու ոլորտներում հարցերի վերհանմանը, քննարկմանը եւ լինելու է յուրօրինակ հարթակ, որի միջոցով թե օրենսդրական եւ թե գործնական մարդու խնդիրները արագ կլուծվեն եւ անդամները միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներն են ղեկավար մակարդակով, նաեւ այդ նիստերի միջգերատեսչական հանձնաժողովի նախատեսել ենք հրավիրել ինչպես քաղաքասարակության ներկայացուցիչներին, այնպես էլ դատավորների, որպեսզի առավել պարզ եւ նպատակային լինի մեր գործունեությունը։ Շնորհակալություն, Տիկին Մուկդոսյան, ինչպիսի վերապատրաստում կամ կրթություն են անցնում պրոբացիոն աշխատակիցները վերականգնողական մոտեցումների, կոնֆլիկտների կարգավորման հարցը մասնագիտորեն լուծելու առումով։ Միջև հարցին անդրադառնալը նաև ավելացնեմ Տիկին Գասպարյանի խոսքին ձեր նախկին հարցադրմանը ես դրա համար ի սկզբանե նշեցի որ հիմա ծառայությունը միջազգային կառույցներից ոչ թե ուղղակի վերապատրաստումներ է ուզում կամ ինչ որ ծրագիր իրականացում այլ ծրագրեր ենք ներդնում որ անկախ այն բանից մի օր միջազգային կառույցը այլևս մեզ կֆինանսավորի կաջակցի թե չի օգնի ներդրված ծրագրերը մնայուն լինեն ու երկարաժամկետ ծառայության համար Եվ երկրորդ հարցադրմանը վերապատրաստման Պրոբացիայի ծառայությունը էլի մենք անցյալ տարվանից արդեն մեր ծառայողները վերապատրաստում են անցնում Արտադատության նախարարության ենթակայության տակ գործող իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՕԱԿ-ի միջոցով եւ անցյալ տարի եւ այս տարի վերապատրաստումներ են անցել մինչ այդ այո չկար պրոբացիայի ծառայողներին համապատասխան վերապատրաստման հստակ ծրագիր, գործող ծրագիր, պետական ծրագիր եւ պրոբացիայի ծառայողները շարունակական վերապատրաստումներ են անցել բավականին ակտիվ միջազգային գործընկերների աջակցությամբ Հելսինկյան կոմիտեն է աջակցել այդ հարցում Եվրոպայի խորհուրդն է որ արդեն 6 տարի մեր կողքին է ու մեզ աջակցում է բայց արդեն կարող ենք նաեւ արձանագրել որ ունենք պետական ծրագիր որով պրոբացիայի ծառայողները վերապատրաստում են եւ ծրագրի մեջ այո կան եւ կոնֆլիկտների հաղթահարման եւ արդյունավետ հաղորդակցման հմտության վերականգնողական ուղղությանը միտված դասընթացներ, նաև մեր մյուս բոլոր ուղղություններով։ Ներողություն շարունակելով, այո, այս պահին եւ պրոբացիայի ծառայողները եւ քրեակատարողական ծառայողներն ասում են վերապատրաստումներ մեր ենթակայությամբ գործող ՊՕԱԿ-ում, բայց պետք է նշեմ, որ այդ դասընթացները վերապատրաստման եւս կարիք ունեն վերանայման եւ մենք այսօր եւս այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում վերապատրաստումները համապատասխանեցնելու եւ քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայության կարիքներին, այսինքն որ դրանք չլինեն զուտ ձևական դասընթացներ վերապատրաստման, որոնց հիման վրա ծառայողներ կստանան կատարողականներ, այլ կոնկրետ միտված կլինեն ամենօրյա ծառայությունում առողջության խնդիրների լուծմանը
եթե պրոբացիայի ծառայող ունի այս կամ այն խնդիրը, որին առնչվել է, պետք է դրա վերաբերյալ լինի վերապատրաստում, որ իրեն կտա գիտելիքներ, որ ինքը կարողանա կիրառել ամենօրյա իր աշխատանքում։ Շնորհակալություն, այս ամբողջ աշխատանքի օրենքներ, ռազմավարություն եւ այլն վերապատրաստում հիմքում արդյունավետությունն է աշխատանքի, որը ըստ էության պայմանավորված է շահառուների վերասոցիալականացման հաջողությամբ կան թվեր, այսինքն կրկնահանցագործությունների բացակայությունը եւ այլն, այսինքն որոշակի վիճակագրություն, որը ցես թույլ կտա ասել, որ արդյունավետ է աշխատանքը։ Ահա Եթե տարեստարի նայենք, ինչ վերականգնողական ուղղությամբ ավելի միտված քայլեր են արվում եւ այո շատ կարեւորվում է վերականգնողական արդարադատությունը, տարեստարի ունենք բավականին մեծ աճ եւ վերականգնողական ծրագրերի իրականացման մասով, ծրագրերի ներդրման մասով, շահառուների ներգրավման մասով, օրինակ եթե 2024 թվականի տարեկան ամփոփ հաշվետվությունից ասեմ, 2024 թվականին 160 միջոցառում է կազմակերպվել ծառայությունում, որոնց ներգրավել են 3600 շահառուներ եւ ի տարբերություն քրեակատարողական ծառայության շահառուների, դատապարտյալների, պրոբացիայի ծառայության շահառուներ ազատության մեջ են, իրենք մեր նման մարդիկ են, ովքեր տարբեր զբաղվածություն ունեն, աշխատում են, այսինքն հասարակության լիարժեք անդամներ են եւ այս մարդկանց գոնե թե ներգրավելու ծրագրերին պետք է որ առաջարկները շատ լավը լինեն, շատ համահունչ լինեն իրենց կարիքներին, որ շահառուները մասնակցեն, այսինքն բավականին աճ ունենք թվականակի եւ ծրագրերի իրականացման մասով եւ շահառուների ինչ ծրագրեր են դրանք տարբեր բնույթի ծրագրեր են կրոնական, մշակութային, կրթական, հոգեբանական, հենց նեղ մասնագիտական ծրագրեր ունենք, կախվածությունների խնդիր ունի, կախվածությունների ծրագրին ենք ներգրավում, ագրեսիվության, կոնֆլիկտայնության խնդիր ունի, բռնի վարքագծի, ծնողավարման հմտություններ, տարբեր հաղորդակցման հմտություններ, տարբեր տրեյնինգների ենք ներգրավում, չգիտեմ, այլ շփումների, հասարակությանը ինտեգրվելու խնդիրներ ունի, մշակութային տարբեր ծրագրերի ենք ընդգրկում, առողջ ապրելակերպի ծրագրերի ենք ընդգրկում, տարաբնույթ են ծրագրերը, բոլորը իրականացվում են նախապես հաշվի առնելով շահառուների կարիքները։ Մենք նաև ուզում եմ նշենք, որ 2024 թվականին վերջնական ավարտին հասցրեցինք մեր ռիսկերի եւ կարիքների քրեածին գնահատման գործիքը, բարելավեցինք եւ այո, ներկայիս գործող գործիքը հստակ գնահատում է շահառուի կարիքները եւ այդ գնահատված կարիքների հիման վրա էլ բացում ենք յուրաքանչյուրի համար անհատական վերահսկողության եւ վերասոցիալականացման պլան եւ այդ պլանով շարունակում ենք վերահսկողությունը շահառուին։ Տիկին Հովակիման, հարցս նաեւ ձեզ եմ ուղղում, ձեր դիտարկումները ինչ եզրակացության են բերում, որքանով է վերասոցիալականացումը արդյունավետ։ Շատ դժվար է ինձ պատասխանել չափի մասին, ես կարող եմ ասել, որ մշտադիտարկման համակարգը հենց համակարգերի ներսում կարիք ունի դրման կամ բարելավման, որովհետև առանց տեղեկատվական կառավարման համակարգի այս մեծ հսկայական ծավալ աշխատանքը ուղղակի հնարավոր չի լինի չափել։ Ես գիտեմ, որ սիստեմներ կան, բայց որքանով են տեղեկատվական, հա, նկատի ունեմ թվայնացված են որոշ գործընթացներ, բայց որքանով են դրան կարողանում բարբերական հաշվետվություններ եւ թվեր ցուցանիշներ ցույց տալ եւ որքանով են այդ ցուցանիշները հնարավոր համադրել այլ օրինակ 1 տարի հետո անձի հա կողմից կատարված հանցանքի արկայություն կամ դրա բացակայություն, այս առումով կարծում եմ դեռևս բացերը շատ են, որովհետև այո ցանկացած հատկապես նման ոլորտի դժվար աշխատանքը, այսինքն մարդու այդ աշխատանքը ինքը ամբողջությամբ պիտի որոշակի առումով համակարգային մոտեցում լինի, որ լինեն թվային գործիքներ, լինի վիճակագրական համակարգ, լինի հնարավորություն դրա արդյունքում ցույց տալու, այսինքն ոչ միայն քանի հոգի մասնակցեց, օրինակ այդ տվյալ անձի կյանքում ինչ փոխվեց, որովհետև մասնակցությունը դա կատարողական կամ եթե խոսենք մշտադիտարկման լեզվով
կա հա output կամ գործողության ցուցանիշ եւ ազդեցության ցուցանիշ։ Ես կարծում եմ մեզ նաեւ պետք է ունենալ ազդեցության գնահատում, այսինքն մենք ինչ փոխեցինք այս մարդկանց կյանքում 1 տարի պատիժը, որը նշանակվեց, որի համար պետությունը սկայական միջոցներ դրեց, հա, մարդկային եւ ֆինանսական կամ արդարադատության բոլոր ոլորտները առնչվեցին, ինչ փոխվեց այս մարդու կյանքում, եւ մեծածավալ հետազոտության կարիք կա, որը Հայաստանում թերևս վերջի տարիներին չի արվել, բայց նաև շատ կարիք կա շարունակական տեղեկատվության հավաքման, որը հենց նաև կօգնի նախարարությանը առավել թիրախային որոշումներ կայացնելու։ Թեկին ուղղության կարծեք թվեր ունեք ներկայացնելու։ Ես իհարկե նախկին հարցի ժամանակ մոռացա կրկնահանցագործության հարցին նաև անդրադառնայի։ Մենք կրկնահանցագործության ցուցանիշը դեռևս գնահատում ենք պրոբացիայի ընթացքում անձի կողմից իրականացված կրկնահանցագործությանը, որովհետև այլ դատաբազա մենք չենք վարում, այդ հնարավորությունն էլ չունենք, որովհետև պրոբացիան ավարտելուց հետո, հաշվառումից դուրս գալուց հետո մենք այլևս տեղեկատվություն չենք ստանում շահառուի վերաբերյալ։ Ես նշեցի, որ ունենք 11600 վարույթ եւ այսօրվա դրությամբ պրոբացիայում գտնվող շահառուներից 138 ունեն կրկնահանցագործություն կատարած օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Եթե թվերը համեմատենք, բնականաբար ցածր տոկոս է, բայց իհարկե աշխատանքներ ենք տանում, որ մեկն էլ մեր համար ցուցանիշ է, այդ մեկն էլ չլինի։ Եվ այդ մեկ մարդը դու ես Տիկին Գասպարյան եւ ամփոփելով օրենքը առաջիկա երկամսների ընթացքում արդեն կփորձենք հանրային քննարկման նախագիծ օրենքի նախագիծը հաշվառնելով որ նաև ազգային ժողովի նստաշրջանները հերթական ավարտվեցին արդեն հաջորդ նստաշրջանի ժամանակ միանշանակ օրենքը արդեն կլինի ազգային ժողովում եւ հուսանք որ ընդունի շուտով միևնույն ժամանակ կուզեմ մի բան էլ ասել անընդհատ տպավորությունը որ այսպես խոսում են շատ աշխատանքներ են կատարում ներկայացնում են որ ամեն ինչ նորմալ է մենք չէ իրականում հասկանում ենք որ ինչքան քայլեր արել ենք դեռ շատ անելիքներ ունենք եւ բնականաբար շատ բացեր ունենք թե օրենսդրական առումով թե արդեն գործնական առումով ինչը տարբեր սուբյեկտիվ օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված այդ թվում ռեսուրսների քչությունը այդ թվում նաեւ կադրերի ներգրավվածությունը այս ոլորտում բայց այսօր մենք անում ենք քայլեր ջանքեր են գործադրում եղած ռեսուրսներով համապատասխան արդյունքները գրանցելու համար բայց նաև քայլեր ենք անում որպեսզի կարողանանք այդ բացերը վերացնել Շնորհակալություն